1890 թվական Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ, տեսնելով սեփական ժողովրդի զրկանքները, ուխտում են փոխել հայոց ճակատագիրը։ Այդ ուխտից ծնունդ է առնում հայ հեղափոխականների դաշնակցությունը։ Տեսլականը հստակ էր, հայի փրկությունը լինելու է պայքարի ճանապարհով եւ նրանց ուխտն էր մահ կամ ազատություն։ 1891-ին դաշնակցությունը Թավրիզում հիմնում է առաջին զինագործարանը։ 1895-96 թվականներին Հոիդան ազգային ազատագրական պայքարի առաջնորդն էր ու կազմակերպիչը։ 1896-ի Բանկ Օտոմանի գործողությունը Եվրոպայի առջև բարձրացնում է հայկական հարցը։ 1897-ի խանասորի արշավանքը երկար սպասված վրեժն էր Վանի պաշտպան հայերին հալածողներից։ 1901-ի Առաքելոց վանքի հերոսամարտը հնչեցնում է պայքարը շարունակելու նոր կոչ։ 1904-ի Սասունի ապստամբությունը հայության մի քանի սերունդների ոգեշնչման աղբյուրն է։ 1905-ին Սուլթան Համիդի դեմ ձեռնառումբի փորձարկման ժամանակ նահատակվում է հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը։ 1903-ին դաշնակցությունը հայ եկեղեցու կողքին է, պաշտպանելով նրան ռուսական իշխանության նախաձեռնած եկեղեցապատկան ունեցվածքի և հողերի բռնագրավման արշավից։ 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհանումներում դաշնակցությունը կազմակերպում է հայ բնակչության ինքնապաշտպանությունը, դառնալով հայերի միակ պաշտպանը։ Առաջին աշխարհամարտի տարիներին 1914-1918 թվականներին Հոիդան հայկական կամավորական շարժման հիմքն է։ 1918-ին իրականանում է հազարամյակների երազը, ծնունդ է առնում հայոց անկախ պետականությունը։ Դաշնակցությունը այդ հաղթանակի զինվորն էր, առաջնորդն ու գաղափարախոսը։ 1918-1920 թվականներին որպես պետականաստեղծ ուժ Հոիդան անձև քաոսից պետականություն է վերածնում, կառուցելով բանակ, հիմնելով մշակութային ու հոգևոր կառույցներ, պայքարելով արտաքին թշնամիների դեմ։ 1919-ին նախաձեռնվում է Նեմեսիս գործողությունը։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիպելու են արդարադատության գնդակին։ 135 տարի այս զինանշանը խորհրդանշում է միտք, արարում և պայքար։ Զինվորի, աշխատավորի ու մտավորականի դաշնակցությունը ծառայում է հայ ժողովրդի զորացմանը։ Պայքարը շարունակվում է։